Սարգսյանի սրա հետ կապված դիտարկումները եւ ինչ եք դուք պատրաստվում անել։ Գիտեք, ես կարծում եմ մինչև դատարան գալը բոլորիս համար էլ պարզ էր նախնական հրահանգը ինչպիսին պիտի լիներ, բայց միևնույն է, այս բան ես շատ ծանր ու մեծ ցավ եմ ապրում։ Ցավ եմ ապրում, որտեղ միևնույն է չեմ ուզում հավատալ ու ընկալել, որ ես այսպիսի Հայաստանում եմ, որտեղ մեկ մարդու մատի շարժումով կարող է իրավական համակարգը այսպիսի ծաղրու ծանակի վերածվի։ Դատավարություն, որտեղ ընթացքի մասին խոսելիս նշում են, որ նույնիսկ որևէ հարց չի տրվել, ոչ այդ պահին մեղադրյալին, ոչ քննիչին։ Այսինքն ի սկզբանե որոշումը կայացված դատական նիստ է տեղի ունեցել։ Սա, այո, 4 ժամ։ Եվ սա մեր, ինչպես են կոչում, ժողովրդավարության բաստիոն Հայաստանի Հանրապետությունն է, որի ղեկավարը մեր հայտնի զույգն է, հայոյող այլասերված բառապաշարով։ Բարի գալուստ իրական Հայաստան, միգուցե ինձ համար մինչ այս պահը ընկալելի չէր իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Սա հենց իրական Հայաստանն է, որտեղ որևէ արժեք այլևս գոյություն չունի։ Գոյություն չունի իրավապահ համակարգում որևէ օրենք, որևէ, չգիտեմ, մենք չենք խոսում, գիտեք, խղճի, մարդկության, չգիտեմ, որևէ այլ զգացում, մենք խոսում ենք զուտ օրենքների մասին, որ այսօր կարող ենք փաստել, որ գոյություն չունի, որովհետև այն բոլոր ապացույցները, որոնք եղել են գործով, չէին կարող այս հետևանքը ունենալ։ Սա հրահանգ է, որը կատարվեց։ Դատավորին ուղերձ ունեք այս որոշումը կայացրած։ Գիտեք, երբ մինչ այդ հետաքրքրվում էին, ես անկեղծ ասած որևէ դատավորի չեմ էլ ճանաչում, ոչ տեսակով, ոչ անուն ազգանով, բայց մինչ այդ երբ հետաքրքրվում էին բոլորը եւ լսեցին իր անուն ազգանունը, արդեն ասում էին, որ ի սկզբանե պարզ է ինչպիսի հետևանք է ունենալու։ Թող ինքը մտածի, չգիտեմ ազգանունն ես հիմա չեմ էլ հիշում, բայց թող ինքը մտածի ու իր ընտանիքը մտածի, ով են իրենք եւ ով ենք մենք։ Մենք ընդհանրապես պայքարել ենք, շարունակելու ենք պայքարել եւ նման ոչ մի դատավորի կալանք չի կանգնացնելու մեր երազանքի ու նպատակի հետևից գնալու համար։ Որևէ հանցանք չենք գործել, չենք պատրաստվում գործել, բայց մենք ապրում ենք հիմա մի այնպիսի Հայաստանում ու այնպիսի հայրենիքում, որտեղ կապ չունի դու հանցանք գործել ես թե ոչ։ Կարևոր է, որ դու առանց հայրենիք չես կարողանում ապրել եւ դա քո մեծագույն հանցանքն է։ Ու հիմա դրա համար իմ գործընկերը 2 ամսով կալանավորվել է։ Եվ Աստված գիտի, թե հետո ինչպիսին պիտի լինի եւ այնպիսի դաժանությամբ է կալանավորվել, որ նույնիսկ տեսակցություն ծնողների հետ չի թույլ տրվելու։ Հա, այդպեսի միջնորդությամբ ստացվել է միայն, որ կարողանա կնոջ եւ երեխաներին տեսակցել։ Սա է մեր Հայաստանը հիմա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։